Սպանենք մարմնի խորհուրդը, որը չի կարողանում հնազանդվել Աստծո օրենքին, որպեսզի մեր մեծ զորավոր դառնա հոգու խորհուրդը, որի միջոցով առաջացել են կյանքն ու խաղաղությունը։ Թաղվենք Քրիստոսի հետ, որ մեզ համար մեռավ, որպեսզի նաև հարություն առնենք նրա հետ, ով մեզ հարություն պարգևեց։ Ուստի այլ գործերի համար կա նրանց պատշաճ ժամանակը, առանձին քնի, առանձին արթնության, առանձին պատերազմի և առանձին խաղաղության համար, իսկ մկրտության ժամանակը մարդու ամբողջ կյանքի ընթացքում է։ Քանի որ մարմինը չի կարող ապրել առանց շնչառության և ոչ էլ հոգին կարող է գոյություն ունենալ առանց Արարչին ճանաչելու, որովհետև Աստծուն չճանաչելը հոգու մահն է, իսկ չմկրտվածը լուսավորված չէ։ Ինչպես որ աչքը առանց լույսի չի տեսնում իրեն տեսանելի բաները, այնպես էլ հոգին չի կարողանում ընդունել Աստծո տեսությունը։ Արդ ամեն մի ժամանակ պատշաճ է մկրտության միջոցով փրկության համար, թե գիշեր, թե ցերեկ, ժամ, թե վայրկյան և կամ ավելի նվազ մի ժամանակ։ Սակայն շատ ավելի պատշաճ է ավելի հատուկ ժամանակը։ Իսկ զատկի օրից առավել որ ժամանակն է ավելի հարազատ մկրտությանը, քանի որ այդ օրը հիշատակն է հարության, իսկ մկրտությունը զորություն է հարության համար։ Ուրեմն հարության շնորհն ընդունենք հարության օրը։ Այս պատճառով շատ հնուց եկեղեցին բարձր քարոզությամբ կանչում է իր սնյալներին, որպեսզի նա, ով նախապես երկնում է, այդ ժամանակ ծնի, և նրանց կտրելով կաթից, վարդապետության խոսքերով, նրանց ճաշակել տա հաստատուն ավանդների վարդապետության կերակուրը։ Հովհաննեսը քարոզում էր ապաշխարության մկրտություն, և նրա մոտ էր գնում ամբողջ Հրեաստանը։ Տերը քարոզում է որդեգրության մկրտություն, և նրան հուսացածներից ով չի հնազանդվի։ Այն մկրտությունը ներածական էր, սա կատարելական։ Այն մեղքերից հեռանալն էր, սա ընտանություն Աստծո հետ։ Հովհաննեսի քարոզությունը մեկ մարդու էր, բայց բոլորին ձգում էր ապաշխարության, իսկ դու մարգարեներից ես սովորել. լվացվեցեք, մաքրվեցեք և խրատվել ես սաղմոսներով, մոտեցեք Տիրոջը և առեք լույս։ Քեզ քարոզվել է առաքյալների միջոցով, ապաշխարեցեք և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար և կընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ Ընդունվել ես նրա իսկ Տիրոջ կողմից, ով ասել է. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես հանգիստ կտամ ձեզ»։ Իսկ դու դանդաղում, խորհում ու ծուլանում ես։ Մանկությունից ուսանելով վարդապետություն, դեռևս չես սովորել ճշմարտությունը։ Մշտապես ուսանելով չես հասել ճշմարտության գիտակցությանը։ Ամբողջ կյանքում փորձել ես, դիտում ես մինչև ծերանալդ, երբ պիտի քրիստոնյա դառնաս, երբ պիտի ճանաչենք քեզ որպես մերը։ Անցյալ տարի այս ժամանակին էիր սպասում, իսկ այժմ դարձյալ գալիքին ես սպասում։ Տես, որ խոստումներդ չլինեն կյանքի սահմանից ավելի երկար։ Չգիտես, թե վաղվա օրն ինչ կծնի։ Մի խոստանա այն, ինչը քոնը չէ։ Քեզ կյանքի ենք կոչումով մարդ, ինչու ես փախչում կոչումից։ Կոչում ենք բարիքներին մասնակից լինելու, ինչու ես անտեսում պարգևը։ Բացվել է երկնքի արքայությունը, կանչողը չի ստում, ճանապարհը դյուրին է, ոչնչի անհրաժեշտություն չկա ոչ ժամանակի, ոչ ծախսի։ Ինչու ես ծուլանում, ինչու ես թաքնվում, ինչու ես երկնչում լծից լծին անփորձ երինջի նման։ Լուծը քաղցր է, լուծը թեթև է, այն չի մաշում վիզը, այլ փառավորում է։ Սամին չի կապվում պարանոցին, այլ փնտրում է ձգողին։ Տեսնում ես, ինչպես է մեղադրվում Եփրեմը, որպես ապստամբ երինջ, որովհետև անկարգությամբ մոլորվում է անպատվելով ուղիղ օրենքների լուծը։ Խոնարհիր քո անսանձելի պարանոցը,
Եղիր Քրիստոսի լծի տակ, որպեսզի չլինի թե սամիից ազատվելով կյանքում չազատվես եւ յուրորսալի լինես գազանների համար։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տերը։ Մեղրի քաղցրության մասին ինչպես ասեմ չիմացողներին, ճաշակեցեք եւ տեսեք։ Փորձառությունն առավել է ամեն մի խոսքից։ Հրյան չի ուշացնում թլպատությունը այն սպառնալիքի պատճառով, թե այն անձը, որ 8-րդ օրը թլպատված չէ, իր ժողովրդի կողմից պիտի ոչնչացվի։ Իսկ դու լսելով Տիրոջ ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մատնել խոսքը, ուշացնում ես անձեռակերտ թլպատությունը, որը կատարվում է մկրտությամբ։ Այնտեղ ցավ է ու վերք, իսկ այստեղ հոգու ցող եւ սրտի վերքի բժշկություն։ Երկրպագում ես նրան, ով քեզ համար մեռավ, ուրեմն ընդունիր մկրտության միջոցով նրա հետ թաղվելը։ Եթե տնկակից չդառնաս նրա մահվանը, ինչպես հաղորդակից կդառնաս նրա հարությանը։ Այն Իսրայելը Մովսեսով մկրտվեց ամպի մեջ եւ ծովում, քեզ օրինակ դառնալով բնութագրեց այն ճշմարտությունը, որը բացվեց ժամանակի վախճանին։ Իսկ դու խուսափում ես մկրտությունից, ոչ թե ծովում կերպավորված, այլ ճշմարտությամբ կատարված, ոչ թե ամպով, այլ հոգով, ոչ թե ծառայակից Մովսեսի մեջ, այլ արարիչ Քրիստոսի մեջ։ Իսրայելը եթե չանցներ ծովը, չէր բաժանվի փարավոնից, եւ դու, եթե չանցնես ջրով, չես բաժանվի բանսարկուի դառը բռնակալությունից։ Եվ նա, եթե օրինաբար չմկրտվեր, չէր խմի հոգևոր վեմից, քեզ նույնպես ոչ ոք չի տա ճշմարիտ ըմպելիքը, եթե ճշմարտապես չմկրտվես։ Նա մկրտվելուց հետո հրեշտակների հաց կերավ։ Իսկ դու ինչպես կուտես կենդանի հացը, եթե նախապես չընդունես մկրտությունը։ Նա ավետյաց երկիր մտավ մկրտության միջոցով, իսկ դու ինչպես կվերադառնաս դրախտ առանց մկրտությամբ կնքվելու։ Թե չգիտես, որ բոցեղեն սուրը կարգված է պահպանելու համար ճանապարհը կենաց ծառի, անհավատների համար ահավոր եւ այրող, իսկ հավատացյալների համար դյուրամատույց եւ պայծառեցնող։ Եվ Տերն այն արարեց այնպես, որ շուրջանակի դառնա, որովհետև երբ հավատացյալ է տեսնում, թիկունք է դառնում, իսկ երբ տեսնում է չկնքվածի, բերանին է տալիս։ Եղիան չզարհուրեց, երբ դեպի ինքն էին գալիս հրեղեն կառքն ու հրեղեն ձիերը, այլ վերին ճանապարհի ցանկությամբ դեպի զարհուրելիները համարձակվեց եւ հրճվանքով բարձրացավ հրեղեն կառքերի վրա, մնալով մարմնի մեջ։ Իսկ դու, որ հրեղեն կառք չես բարձրանալու, այլ ջրի ու հոգու միջոցով պիտի բարձրանաս երկինք, չես ընդառաջում հրավերքին։ Եղիան մկրտության զորությունը ցույց տվեց ողջակիզման սեղանի վրա, զոհը ողջակիզելով ոչ թե հրով, այլ ջրով։ Այլ դեպքերում կրակի բնությունը կռվում է ջրի հետ, սակայն այդ ժամանակ ջուրը խորհրդաբար 3 անգամ թափվեց զոհասեղանի վրա, կրակը սկսվեց եւ բոցավառվեց ձեթի նման։ Վերցրեք ինձ համար ասած ջրամաններ եւ ջուր լցրեք ողջակեզների ու փայտերի վրա։ Ասաց կրկնեցեք եւ կրկնեցին, ասաց 3 անգամ արեք եւ 3 անգամ արեցին։ Գիրքը ցույց է տալիս, որ մոտեցողը մկրտության միջոցով ընտանի է դառնում Աստծուն եւ երրորդությանը հավատալու միջոցով նրա հոգում մաքուր ու երկնային լույս է ծագում։ Եթե եկեղեցում ոսկի բաժանեի, ինձ չէիր ասի, վաղը կգամ եւ վաղը կտաս ինձ այն, այլ շտապ կպահանջեիր այն բաժանել եւ կդժկամեիր, եթե հապաղեի։ Բայց մեծապարգևը ոչ թե նյութի գեղեցկություն, այլ հոգու մաքրություն է քեզ առաջարկում, իսկ դու պատճառաբանություններ ես մտածում, պատրվակներ ես թվարկում, երբ հարկ է ընթանալ դեպի պարգևը։ Ով հրաշք, քեզ նորոգում են առանց վերաձուլելու, վերստեղծում են առանց ամբողջապես փշրելու, բժշկում են առանց ցավի, իսկ դու չես մտածում շնորհի մասին։ Եթե մարդկանց ստրուկ լինեիր եւ ստրուկներին ազատություն շնորհվեր,
Միթե չէիր հայտնվի նշված օրը, միթե քեզ համար փաստաբաներ չէիր վարձի եւ չէիր խնդրի դատավորներին, որ ամեն կերպ ազատություն ստանաս։ Անշուշտ կհամբերեիր նաև ամենավերջին հարվածին, միայն թե ազատվեիր դրան հաջորդող հարվածներից։ Իսկ երբ քեզ ոչ թե մարդկանց, այլ մեղքերի ծառայիդ քարոզիչը ազատության է կոչում, որպեսզի քեզ գերությունից արձակի եւ դարձնի հրեշտակներին քաղաքագից, շնորհի միջոցով Աստծո որդի եւ Քրիստոսի բարիքների ժառանգորդ հայտարարի, չես ասում, թե ժամանակն է տրվածներն ընդունելու։ Ով չարխափանիչներ, ով գարշելի եւ անկատար զբաղմունքներ, մինչև երբ պիտի մնաս հեշտությունների մեջ, մինչև երբ պիտի մնաս ախորժելի կրքերի գերին։ Մենք երկար ապրեցինք աշխարհի համար, վերջապես ապրենք ինքներս մեզ համար։ Ինչն է հավասար արժեք հոգուն, ինչն է հավասար արժեք երկնքի արքայությանը, որ խորհրդատուն է ավելի հավատի արժանի, քան Աստված։ Ով է առավել խելամիտ, քան ամենաիմաստունը, ով է առավել օգտակար, քան ամենաբարին, ով է առավել մոտ, քան արարիչը։ Եվ այն ավելի օգուտ չբերեց օձի խորհրդին հավատալը, քան Տիրոջ, որքան անմիտ խոսքեր են, ես առողջությունից զուրկ չեմ, ինձ ցույց մի տուր լույս, մի մոտեցրու ինձ թագավորին։ Չես ասում այս և սրանից առավել անմիտ խոսքեր։ Եթե քեզ վրա գրված լինեին բոլորի պարտքերը, հայտարարվեր քո պարտքերի կրճատման մասին, սակայն այդ ընթացքում ինչ որ մեկը չարությամբ կամենար զրկել քեզ այդ ներման մեջ մաս ունենալուց, անշուշտ կզայրանայիր ու կաղաղակեիր որպես ընդհանուրի քեզ հասանելիք շնորհից զրկված։ Իսկ երբ քեզ քարոզվեց ոչ միայն անցյալի թողություն, այլև ապագա պարգևներ, ինքդ քեզ զրկեցիր, այդ բանը չեր անի ոչ մի թշնամի, կարծում ես արդար ես խորում և քեզ օգտակար բան մտածում, որ չես ընդունում թողությունը, այլ մեռնում ես պարտքերի մեջ։ Ընդ որում գիտես, որ 10,000 տաղանդ պարտք ունեցողի պարտքը կթողնվեր, եթե նա անմարդկայնորեն չնորոգեր իր ծառայակցի իրեն ունեցած պարտքը։ Մեզ նույնպես հարկ է զգույշ լինել, որ նույնը չկրենք, որ չլինի թե ստանալով նույն պարգևները չներենք մեր պարտապաններին, զգուշանանք, որ մեր պարգևը հաստատուն մնա։ Մտիր քո հոգու գաղտնարանը, մտաբերիր քո արարքների հիշատակը։ Եթե շատ են մեղքերդ, մի տրտմիր, քանզի ուր որ մեղքը շատացավ, այնտեղ շնորհն առավել ևս շատացավ, եթե իհարկե ընդունես այդ շնորհը, որովհետև շատ պարտք ունեցողի շատը կթողնվի, որպեսզի ավելի շատ սիրի։ Իսկ եթե քո մեղքերը մեծ չեն, նվազեն և ոչ մահացու, ինչու ես զարհուրում ապագայի համար դու, որ առանց քաջության չտարար այն, ինչ անցավ, և այն էլ դեռևս օրենքով չառաջնորդված։ Պատկերացրու, որ հոգիդ կանգնած է կշեռքի վրա, և այն մի կողմից իրենց կողմն են ձգում հրեշտակները, իսկ մյուս կողմից դևերը։ Ում կտաս քո սիրտը, ինչը քո մեջ կհաղթի, մարմնի հեշտությունը, թե հոգու սրբությունը, ներկայի վայելքը, թե հանդերձյալի ցանկությունը։ Հրեշտակները քեզ կընդունեն, թե նրանք, ովքեր մինչև հիմա իշխում են քեզ վրա։ Ճակատամարտի ժամանակ զորավարներն իրենց զինվորներին բաժանում են պայմանական նշաններ, որպեսզի կողմնակիցները դյուրությամբ զանազանեն իրար, նաև թշնամիներին, եթե մարտի ժամանակ իրար խառնվեն։ Ոչ ոք չի ճանաչի յուրային ես, թե թշնամի, եթե խորհրդավոր նշանով չապացուցես յուրային լինելդ, եթե քեզ վրա չերևա Տիրոջ դեմքի լույսը։ Հրեշտակը քեզ ինչպես պիտի հատուցի, ինչպես քեզ պիտի զատի թշնամուց, եթե չգիտի կնիքը, ինչպես կասես Աստծունն եմ, եթե քեզ վրա չես կրում նշանը, թե չգիտես, որ սպանողն անցավ կնքված տները և սպանեց առանց կնիքի տների անդրանիկներին, առանց կնիքի գանձը հեշտությամբ են գողանում գողերը, առանց դրոշմի ոչխարն էլ հեշտությամբ վտանգի կենթարկվի։ Երիտասարդ ես, ապահովիր քո երիտասարդությունը մկրտության սանձով։
անցել է ծաղկուն հասակդ, մի հրաժարվիր շահից, մի կորցնիր պահպանող միջոցը և 11-րդ ժամը առաջին մի կարծիր, քանի որ կյանքը սկսողն աչքի առաջ վախճանը պիտի ունենա։ Եթե մի որևէ բժիշկ քեզ խոստանար ինչ-ինչ հնարքներով և մտքով ծերությունից երիտասարդության վերադարձնել, չէիր փափագի արդյոք այն օրը, երբ քեզ կտեսնես ծաղկուն հասակում։ Իսկ երբ մկրտությունը խոստանում է զվարթացնել քո հոգին, որը դու մաշել և անօրենություններովդ ապականել ու գարշելի ես դարձրել, արհամարհում ես բարեգործին ու չես շտապում օգուտ քաղել խոստացվածից։ Չես կամենում տեսնել խոստումի մեծ հրաշքը, թե ինչպես է մարդը վերստին ծնվում առանց մոր, ինչպես է խաբեպատիր ցանկություններով ապականված հին մարդը վերստին զորություն առնում, երիտասարդանում և վերադառնում իր իսկական երիտասարդական ծաղկումին։ Մկրտությունը փրկություն է գերությունից, պարտքերի թողություն է, մեղքերի մահ, հոգու վերածնունդ, լուսավոր զգեստ, անձեռակերտ կնիկ, դեպի երկինք տանող կառք, թագավորությանը նախապատրաստություն, որդեգրության շնորհ։ Ով թշվառական, միթե քեզ համար այսքան և այսպիսի բարիքներից գերադասելի են մարմնավոր հաճույքները։ Հասկանում եմ քո հապաղումը, թեև այն ծածկում ես խոսքերով։ Գործերն իրենք են գոչում, թեև քո ձայնը չի լսվում։ Թույլ տուր ինձ, որ ես մարմնով օգտվեմ գարշելի վայելքներից, թավալվեմ հեշտությունների տիղմի մեջ, արյունով շաղախեմ ձեռքերս, հափշտակեմ ուրիշինը, նենգությամբ ընթանամ, երթմնազանց լինեմ, ստեմ, իսկ այն ժամանակ, երբ վերջապես հանգստանամ չարից, կընդունեմ մկրտությունը։ Արդ եթե մեղքը լավ է, պահիր այն մինչև վերջ, իսկ եթե վնասում է նրան, ով այն գործում է, ինչու ես մնում կորստյան տանող գործերի մեջ։ Ով կամենում է մաղձը փսխել, այն չի շատացնի չար ու անկուշտ կերակրով։ Պատշաճ է մարմինը մաքրել այն ամենից, ինչ անհանգստություն է պատճառում նրան, ոչ թե մեծացնել հիվանդությունը զորությունից ավելի։ Նավը նույնպես կրում է այնքան ծանրություն, որքան կարող է տանել։ Դիր նրա վրա ավելին և այն կընկղմվի։ Վախեցիր և դու, որ չլինի թե նույնը քեզ պատահի և գործելով մեղքեր, որոնք գերազանցում են թողության սաղմանը, նավաբեկության ենթարկվես առաջ, քան նավահանգիստ հասնելը։ Միթե Աստված չի տեսնում այն, ինչ կատարվում է։ Միթե չգիտի քո մտածումները, կամ միթե գործակից կլինի քո անօրենություններին։ Դու անօրենդ, ասում է, կարծեցիր քո մտքում, թե ես էլ կնմանվեմ քեզ։ Դու ինքդ մահկանացու մարդու բարեկամությանը ձգտելով, նրան բարեգործությամբ դեպի քեզ ես ձգում, ասելով ու անելով այն, ինչ կարծում ես հաճելի է նրան։ Ցանկանում ես մոտենալ Աստծուն, հույս ունես նրա կողմից որպես որդի ընդունվել, սակայն գործում ես Աստծուն ոչ հաճելի գործեր և զանց ես առնում օրենքը նրան անարգելով։ Հույս ունես նրան մոտենալ այն բանով, ինչով նրան տրտմեցնում ես։ Տես, չլինի թե փրկության հույսով քեզ վրա չարիքների բազմություն հավաքելով մեղք կուտակես և թողությունից վրիպես։ Աստված չի ծաղրվում։ Մի վաճառիր շնորհը, մի ասա լավ է օրենքը, սակայն մեղքը ավելի հաճելի է։ Հաճույքը սատանայի կարթն է, որը դեպի կորուստ է տանում, հաճույքը մայրն է մեղքի, իսկ մեղքը մահվան խայթոցն է։ Հաճույքը կերակուրն է հավիտենական որդի, որը մի որոշ ժամանակ պարուրում է վայելողին, իսկ հետո այնպիսի հատուցում է տալիս, որի մեջ ավելի դառնություն կա, քան լեղու։ Այդ հապաղումն այլ բան չի արտահայտում, քան հետևյալը, որ թող նախ իմ մեջ թագավորի մեղքը, հետո երբևէ կթագավորի նաև Տերը։ Սկզբում իմ անդամները կներկայացնեմ որպես անիրավության գործիք ի ծառայություն մեղքի, իսկ ապա երբևէ դրանք կներկայացնեմ որպես արդարության գործիք ի ծառայություն Աստծո։
Այդպես նաև Կայենը նվիրաբերեց իր պատարագը, ինչ որ լավ էր իր վայելքին, իսկ ինչ որ վատն էր արարիչ և պարգևող Աստծուն։ Քանի դեռ դու ի վիճակի ես, քո երիտասարդությունն անցկացնում ես մեղքերի մեջ, իսկ երբ մարմնիդ անդամները հոգնեն, այն ժամանակ, երբ դրանք արդեն ոչ մի բանի պիտանի չեն լինի, այլ հարկավոր կլինի դրանք դեն նետել ժամանակի ընթացքում քայքայված լինելու պատճառով, դրանք կբերես Աստծուն ընծայելու։ Ծերության ժամանակ պարկեշտությունը պարկեշտություն չէ, այլ անզսպության տրվելու անկարողություն։ Մեռածին չեն պսակում, արդարը նա չէ, ով անկարող է չարիք գործել։ Քանի դեռ ուժ ունես, մտքով հեռացիր մեղքից, քանի որ այս է առաքինությունը, հեռանալ չարից և բարիք գործել։ Երբ տարիքի պատճառով դադարում ես մեղք գործել, այդ ինքնին իսկ ոչ գովասանքի է արժանի և ոչ պատժի, այլ տկարության շնորհն է։ Սակայն մենք գովում ենք նրանց, ովքեր հոժարությամբ են առաքինի և ոչ թե նրանց, ովքեր ստիպված են այդպիսին լինել։ Ո՞վ է հաստատել քո կյանքի սահմանը։ Ո՞վ է սահմանել քո ծերության ժամանակը։ Ո՞վ է քո ապագայի արժանահավատ երաշխավորը։ Չես տեսնում, որ մահը հափշտակում է և երեխաներին, և արփունքի հասածներին։ Կյանքի համար մեկ միակ տևողություն չկա։ Ինչու ես սպասում, որ մկրտությունը քեզ համար տենդի պարգև լինի, երբ ի վիճակի չես լինի ասելու փրկարար խոսքերը, իսկ գուցեև չկարողանաս պարզ լսել այն հիվանդության գլխումդ լինելու պատճառով, երբ ոչ կարող ես ձեռքերդ դեպի երկինք մեկնել, ոչ ոտքի կանգնել, ոչ ծունկ ծալել երկրպագության համար, ոչ սովորել, ոչ զգուշությամբ խոստովանել, ոչ հաշտվել Աստծով, ոչ հրաժարվել թշնամուց, ոչ նույնիսկ գիտակցաբար հետևել խորհրդի կարգին, երբ մտելով, թե արդյոք իմացա՞ր շնորհը, թե չզգացիր կատարվածը։ Իսկ երբ իմացությամբ ընկալես շնորհը, այն ժամանակ էլ տաղանդը կունենաս և կսկսես գործը։ Նմանվիր ներքինին, նա գտավ վարդապետին և չամտեսեց ուսումը, հարուստը կառք բարձրացրեց աղքատին, հպարտն ու ամբարտավանը ռամկին ու քամահրվածին, ուսանելով արքայության ավետարանը, սրտով ընդունեց հավատքը և չհետաձգեց հոգու կնիքի ընդունումը։ Իսկ երբ հանդիպեցին ջրի, ասաց. ահա ջուր, ուրախությունից դուրս թռավ այս խոսքը, ահա փնտրված է, ինչն է խանգարում ինձ մկրտվել։ Երբ հոժարակամություն կա, ոչինչ չի կարող խափանել, քանի որ կոչողը մարդասեր է, սպասավորը պատրաստ, շնորհը առատ, միայն հոժարամիտ եղիր և ոչ մի արգելք չի լինի։ Մեկն է մեզ խափանողը, մեր փրկության ճանապարհը փակողը, որին կհաղթենք խելամտությամբ։ Նա մեզ ծուլություն է ներշնչում, իսկ մենք գործի լծվենք։ Նա մեր սրտերը խաբում է սին խոստումներով, մենք անգետ չլինենք նրա մտքերի նկատմամբ։ Նա մեզ թելադրում է մեղք գործել այսօր, իսկ արդարություն վաղը։ Ասում է այսօրը ինձ, իսկ վաղը Աստծուն, Տերը հակառակն է բարբառում, այսօր իմ ձայնը լսեցեք։ Հասկացիր թշնամուն, նա չի համարձակվում խորհուրդ տալ, որ մենք ամբողջովին հեռանանք Աստծուց, գիտի, որ քրիստոնյայի համար ծանր է այդ լսելը, այլ խաբուսի քննարկներով է հասնում իր ձեռնարկածին։ Նա իմաստուն է չար գործեր անելու համար։ Տեսնում է, որ մենք մարդիկս ապրում ենք ներկայով և ամեն գործ ներկայի համար է կատարվում։ Այդ պատճառով էլ հնարքներով այսօր մեզնից գողանալով մեր հույսը վաղվա վրա է թողնում, իսկ հետո երբ գալիս է վաղը, չարը այսօրը իր համար է պահանջում, իսկ վաղը Տիրոջ։ Այսպես միշտ հեշտությամբ վերցնելով ներկան, իսկ ապագան մեզ հույս թողնելով, մեզ խաբում է և աննկատ հեռացնում կյանքից։ Այսպիսի խորամանկություն ես մի անգամ նկատեցի մի հնարամիտ թռչունի մեջ։ Նրա ձագերը փոքր լինելու պատճառով
դյուրորսալի էին, և նա իրեն էր նետում առաջ որպես պատրաստի որս, և որսորդների ձեռների մեջ շրջան գործելով ոչ որս էր դառնում որսորդների ձեռքին, ոչ էլ նրանց հրաժարեցնում էր որսից։ Այլ զանազան եղանակներով նրանց հուսադրելով իր վրա հրավիրած ուշադրությամբ ձագերի համար փախոստի հնարավորություն էր ստեղծում, վերջում ինքը նույնպես թռավ։ Վախեցիր, որ դու էլ նույնը չկրես և անհայտի հույսով հայտնին չկորցնես։ Եվ այսպես սկսիր և քեզ ամբողջությամբ հանձնիր Տիրոջը, ավելացրու քո անունը, գրվիր եկեղեցու հետ։ Զինվորը զինվորագրվում է ցուցակներում, ըմբիշը արձանագրվելուց հետո է մրցության ելնում, ռամիկը քաղաքացի գրվելուց հետո է դառնում քաղաքի հանրության անդամ։ Դու նույնպես որպես Քրիստոսի զինվոր, որպես բարեպաշտության մարտիկ, որպես երկնքում քաղաքացիություն ունեցող, պարտավոր ես անել այս ամենը։ Գրվիր այս գրքում, որպեսզի վերագրվես վերին գրքում։ Սովորիր կյանքի ավետարանական կերպին, աչքերի հավատարմության, լեզվի զսպության, մարմնի չարչարանքի, կարծիքի խոնարհության, մտքի մաքրության, զայրույթի քեզնից հեռացման։ Քեզ ստիպում են ուժով, դու ավելին արա, զրկում են, մի դատիր, քեզ ատում են, սիրիր, հալածում են քեզ, ներիր, բամբասում են, աղոթիր, մեռիր մեղքերի համար, խաչակից եղիր Քրիստոսին, քո ամբողջ սերը ուղղիր դեպի Տերը։ Բայց այս ամենն անելը դժվար է։ Բայց որ բարիքն է հեշտությամբ տրվում, ով է քնելով հաղթանակ տարել, ով է փափուկ ու հանգիստ ապրելով զարդարվել համբերության պսակներով։ Ոչ ոք առանց ընթանալու հաղթանակի չի հասել, գործերն են փառք ծնում, չարչարանքն է պսակի առիթը։ Ես նույնպես ասում եմ, շատ նեղությունների միջով մտնենք երկնքի արքայության մեջ, բայց այս նեղություններին երանությունն է հաջորդում երկնքի արքայության մեջ, իսկ մեղքերի ծառայության համար սպասում են գեհենի վտանգն ու տխրությունը։ Բայց եթե խիստ նայենք, կտեսնենք, որ սատանայի գործերը անիրավություն գործողներին առանց չարչարանքի չեն տրվում։ Պետք է արդյոք քրտինք թափել ողջախոհության համար, բայց անառակը նույնպես ամբողջովին կորած է քրտինքի մեջ։ Ժշկալությունը ինչ-որ բան հեռացնում է մարմնից այնքան, որքան փչացնում է պիղծ և կատաղի պակշոտությունը։ Անքուն են գիշերները նրանց համար, ովքեր աղոթքներով են անցկացնում դրանք, բայց շատ ավելի ծանր են նրանց աչքերը, ովքեր անդադար անարդարություն են գործում։ Վախը բռնվելու և կիրքը բավականության նկատմամբ ամբողջապես հեռու են վանում ամենայն հանգիստ։ Եթե փախչելով փրկության տանող նեղ ճանապարհից գնում ես մեղքի լայն ճանապարհով, վախենում եմ, որ շարունակելով գնալ լայն ճանապարհով չգտնես հարմար օթևանը, սակայն գանձը պահելը դժվար է։ Տքնիր եղբայր, եթե կամենաս գործակիցներ կունենաս գիշերը քեզ պահպանող աղոթքը, տան պահապան պահքը, հոգին մխիթարող սաղմոսերկությունը։ Դրանք վերցրու քեզ հետ, դրանք թող օթևանակից լինեն քեզ պահպանելով քո գանձերը։ Ասա ինձ, ի՞նչն է ավելի լավ, մեր հարստանալը և տագնապելը գանձերը պահպանելու համար, թե սկզբից պահպանելու ոչինչ չունենալը։ Ոչ ոք բարիքից չի հրաժարվում դրանցից զրկվելու վախից։ Մարդկային ոչ մի գործ չի կատարվի, եթե ամեն մի գործ ձեռնարկելիս մտածենք մեր ձեռնարկածի անհաջողության մասին։ Քանի որ երկրագործությանը զուգընթաց է անբերիությունը, վաճառականությանը նավաբեկությունը, ամուսնությանը այրիությունը, երեխաների դաստիարակությանը նրանց կորցնելը։ Այսուհանդերձ մենք ձեռնարկում ենք գործը ապավինելով լավագույն հույսերին, դրանց իրագործումը դնելով ամեն բան տնօրինող Աստծո վրա։ Մինչդեռ դու խոսքով պատվում ես սրբությունը, իսկ գործով կյանքդ անցկացնում մեղադրյալների հետ։ Տես
միգուցե զղջաս չար գործերի համար այն ժամանակ, երբ արդեն զղջումից քեզ ոչ մի օգուտ չի լինի։ Թող քեզ ողջախոհ դարձնի կույսերի օրինակը։ Նրանք իրենց ամաններում ձեթ չունենալով, Փեսայի մոտ մտնելիս կարոտով զգացին, թե անհրաժեշտը չունեն։ Այդ պատճառով էլ գիրքը նրանց հիմար կոչեց, որովհետև ձեթի օգտագործման ժամանակը ծախսեցին շրջելու և գնելու վրա, և իրենք էլ չնկատեցին, ինչպես զրկեցին իրենց հարսանեկան արագածի պայծառությունից։ Դու նույնպես ձգձգելով տարուց տարի, ամսից ամիս և օրից օր, հապաղելով և ձեռք չբերելով լույսի սնունդ ձեթը, ընկնես քո չակնկալած օրը, երբ քեզանից կպակասեն փրկվելու առիթները։ Ամեն կողմից կլինի տարակուսանք և անմխիթարելի սուգ, քանի որ քեզնից կհրաժարվեն բժիշկները, կհրաժարվեն հարազատները։ Այն ժամանակ խորահարաչանքով և չոր շնչառությամբ կվտանգվես, որովհետև սաստիկ տապը կայրի ու կտոչորի քո ներսը, կհառաչես սրտի խորքերից և քո տրտմությունը կիսող չես գտնի։ Կխոսես նվաղած ու թույլ ձայնով, բայց լսող չի լինի, քո ամեն մի խոսքը որպես բարբաջանք կարգամարվի։ Այն ժամանակ ով քեզ մկրտություն կտա, ով կհիշի քեզ տառապանքից հիշողությունդ կորցրածիդ։ Մոտիկները վհատության մեջ են, աղտին մասնակից չեղողները արհամարում են, բարեկամը ծուլանում է հիշել վախենալով քեզ ամաչեցնել, իսկ բժիշկը կխաբի քեզ և բնական կենսասիրությանդ պատճառով ինքդ քեզ չես ճանաչի։ Գիշեր է, ոչ մի օգնող չունես, մկրտող չկա, մոտեցել է մահը, հոգիդ տանողները շտապում են, ով պիտի ազատի քեզ, Աստված, որ արհամարվել է քո կողմից։ Նա լսում է այն ժամանակ, երբ դու լսում ես նրան, նա կրկին ժամանակ կտա, որովհետև դու լավ ես օգտագործել տրվածը։ Ոչ ոք թող քեզ չխաբի սին խոսքերով, քանզի քեզ վրա հանկարծակի կհասնի կորուստը և կործանումը քեզ կներկայանա մրրկի նման, կգա խոշոր դեմքով հրեշտակը, քեզ բռնի կտանի ու քարշ կտա մեղքերով կապված քո հոգին, որը հաճախ կշրջվի դեպի այն, ինչը թողել է այստեղ։ Կողբաս առանց ձայնի, քանի որ ողբալու գործարանները փակվել են։ Ինչքան պիտի ծվատես ինքդ քեզ, ինչքան պիտի հառաչես անօգուտ լաց լինելով քո գործերի վրա, երբ տեսնես արդարների պայծառությունը պարգևների պայծառ բաժանման ժամանակ և մեղավորների ծայր տխրությունը խորին խավարում։ Ինչ պիտի ասես այն ժամանակ քո սրտի տառապանքի մեջ. «Վայ ինձ, չեմ կարող նետել այս մեղքերի ծանր բեռը, որը նետելը այնքան հեշտ է եղել, այլ քարշ եմ տալիս ինձ հետ այս չարիքների բեռը։ Վայ ինձ, որ չլվացի այս աղտեղությունները, այլ սոսնձված պիտի մնամ մեղքերին։ Այժմ ես հրեշտակների հետ կլինեի, այժմ կվայելեի երկնային բարիքների մեջ։ Ով իմ չար խորհուրդներ, մեղքի ժամանակը, որ վայելքի պատճառով տանջվում եմ անմահությամբ, մարմնի վայելքի պատճառով կրակի եմ մատնված, արդար է Աստծո դատաստանը։ Հրավիրվեցի, բայց չլսեցի, ուսուցանում էին, բայց չհամոզվեցի, վկայում էին ինձ, բայց ես ծաղրում էի»։ Այսպես և սրա նման բաներ կասես, կողբաս ինքդ քեզ, եթե հափշտակվես առաջ, քան մկրտվելդ։ Ով մարդ, կամ զարհուրիր գեհենից, կամ արքայություն փափագիր, մի արհամարիր հրավերքը, մի ասա, ինձ հրաժարված համարիր այս ու այն պատճառով։ Ոչ մի պատճառ բավական չէ հրաժարվելու համար։ Իմ լացը գալիս է, երբ հիշում եմ, որ ամոթի գործերը գերադասում ես Աստծո մեծ փառքից և հեշտ պակշոտության պատճառով դժվար ես անջատվում մեղքերից, քեզ զրկում ես խոստացված բարիքներից և երկնային Երուսաղեմի բարիքները տեսնելուց։ Այնտեղ հրեշտակներ,
անդրանիկների տոնախմբություններ, առաքյալների աթոռներ, մարգարեների նախագահություններ, հայրապետների գավազաններ, վկաների պսակներ, արդարների գողություններ են։ Բաղձա դուք ես նրանց մեջ տեսնել, լվացվելով ու սրբվելով Քրիստոսի շնորհով, քանի որ նրանն է փառքը և զորությունը հավիտյանս հավիտենից։